Փառատոններ, մրցույթներ, զարդարված հրապարակներ։ Սրանք այն 3 միջոցառումներն էին, որոնց վրա Երևանի քաղաքային իշխանությունն ամենաշատ գումարն է ծախսել։ Տարվա ընթացքում Երևանի բնակիչների վճարած հարկերից 3 միլիարդ դրամ է տրամադրվել 18 միջոցառում կազմակերպելու համար։ Այդ ընթացքում քաղաքային հիմնարար խնդիրները շարունակել են մնալ չլուծված։ Մարդիկ սկի չէին նկատում, հեղատար գիտեին, թե պրոստը լցված ռեշոտկա պիտի լինի տենց միջև վերևը, որ բանը կաբլուկը չընկնի մեջ։ Էդուարդ Հայրումյանը տարիներ շարունակ կամավոր զբաղվում է քաղաքի խնդիրներով, հեղեղատարների մաքրում, սանիտարական վիճակ, կանաչապատում։ Ասում է, նախկինում այդ աշխատանքն անում էր ոչ հրապարակային, այսօր սոցիալական ցանցերում։ Նրա պնդմամբ սոցցանցերում հրապարակելով ավելի հեշտ է խնդիրը հասցնել պատկան մարմիններին։ Երբ որ տեսա, որ բանում on-line հարթակում բարձրաձայնած խնդիրը շատ ավելի արագ է լուծում ստանում, քան այն խնդիրը, որը հայտնում ես թեժ գծով կամ չգիտեմ, քեզ ծանոթ պաշտոնյային, սկսեցի շարունակաբար վարել բլոգ քաղաքի խնդիրների մասին, բարձրաձայնելով դրանք ու հետևելով, որ դրանք ստանան լուծում։ Էդուարդը պատմում է, մաքրել է անգամ 1 մետրից ավելի խորությամբ խցանված հեղեղատարներ, որոնք իր պնդմամբ անկախությունից ի վեր չեն մաքրվել։ Ապացուցում է ցույց տալով ներսից գտած 90-ականներին արտադրվող շոկոլադի թուղթը։ 90-ականներին այս մի ժամ փորելուց հետո հանեցինք դերբի շոկոլադ։ Իսկական պեղումներ էր, թիվ գնացել եմ, մի հատ հասել ենք 2007-ի բանին, են թզուկ մարոժնի կար, հին ուպակովկա էլի, կհիշեք երևի Grand Candy-ի թզուկ, դանի Թամարայի թզուկ մարոժն էր, ոնց որ թե շանթի։ Տենց գնալով հետո աղի ծողիկի հասանք 2001 թվականի, ու տենց գնացինք հասանք դերբի շոկոլադին։ Եթե հեղեղատարների բացմամբ կարող է զբաղվել քաղաքացին, իսկ օդի աղտոտվածության հարցում օգնել կարող են բնական տեղումները, ապա խցանումները, քանդված ճանապարհներն ու տրանսպորտային համակարգը քաղաքային իշխանության անմիջական պատասխանատվությանն են։ Ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամը թվարկում է չլուծված խնդիրներն ու շեշտում, քաղաքն ունի անհամեմատ ավելի առաջնահերթ կարիքներ։ Հազար ու մի խնդիր ունի քաղաքը, եւ ես կարծում եմ, որ քաղաքի բյուջեի այդ հատվածը, որ տրամադրվեր դրան, շատ ավելի արդյունավետ կեր, կամ չգիտեմ, բնապահպանությանը, էկոլոգիային։ Ասենք ամռանը հայտարարեն, որ ժողովուրդ ջան, այս 3 միլիարդը հատկացնում ենք ծառատունկին եւ ոռոգման համակարգին, որ տարին 12 ամիս պետք է Երևանցուն, ի փոխարեն այդ 1 ամսվա զարդարանքների։ Փայլող բեմերից ու երաժշտությունից մի քանի փողոցային կողմ փակ հեղեղատարներ են, փոշի, օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակ ու խցանում։ 2025 թվականը Երևանի համար դրական փոփոխությունների տարի չդարձավ։